Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա մի ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Խնդրեմ։ Առաջին հարցը կներեք, պարոն Փաշինյան, կամփոփեք ձեր IT արդյունքները Ռուսաստանի Դաշնություն եւ կխնդրեմ նշել կոնկրետ ինչ համաձայնություններ են ձեռք բերվել եւ կոնկրետ որ ուղղություններով։ Շնորհակալ։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված եւ այցը գնահատում եմ շատ հաջող։ Պարոն Փաշինյան, ԳԽ եւ ԱԺ 4 գումարումների падգամավոր Ռուբեն Հակոբյանը տարբեր հաղորդումների եւ իր գրառումներով վկայակոչելով մի շարք փաստեր ձեզ մեղադրում է պետական հանցագործություն կատարելու մեջ։ Ինչի համար ըստ նրա վաղտերից դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ահա պարոն Հակոբյանի կողմից ներկայացված մի քանի փաստարկներ։ Դուք ըստ նրա հրահանգելով փակել եք դատարանները, տապալել եք պետության սահմանադրական կարգը, օգտվելով ձեր վարչապետի կարգավիճակից ԱԺ-ամբիոնից ըստ նրա խոստովանել եք, որ զոհաբերել եք հազարավոր զինվորների կյանք, ձեր իշխանությունը պահպանելու եւ ձեզ դավաճան չկոչելու համար։ Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, ըստ նրա սադրել եք 44-օրյա պատերազմը, ինչը ըստ նրա լեգիտիմ առիթ է տվել թշնամուն սկսել պատերազմը, ինչի արդյունքում ըստ նրա էթնոզտել ու գլխատել են Արցախը։ 22 թվականին Պրահայում հայտարարելով, որ Արցախը մաս է կազմում Ադրբեջանին, ըստ նրա խախտել եք 1992 թվականի ԳԽ կողմից ընդունված հայտնի որոշումը, ինչը լեգիտիմ իրավունք է տվել ադրբեջանական կողմին միջազգային օրենսդրության շրջանակում պահանջել մինչև $150 միլիարդ հատուցում Հայաստանից։ Ըստ նրա, եթե ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ապա ներկայացնողը պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության, իսկ եթե թվարկված փաստերը ճիշտ են, ապա դուք պետք է ազատեք վարչապետի պաշտոնը եւ ՀՀ սահմանադրությունը, մեր օրենսդրության ու միջազգային կոնվենցիաների պահանջների համաձայն ենթարկվեք պատասխանատվության եւ հայտնվեք համապատասխան վայրում։ Ծանոթ եք արդյոք ձեզ ներկայացված այս մեղադրանքներին եւ պարոն Հակոբյանի կողմից նշված երկու հնարավոր լուծումներին։ Ոչ։ Եվ ինչ կասեք այդ մեղադրանքների մասով վարչապետ։ Ձեր հասցեին ինչ է։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Պարոն Փաշինյան, ես այսպես սկրիններով եմ էլ եկել։ Մակուլատուրա չի չեք ասում։ Ինֆորմատիվ կողմի կապչին սապարից։ Սա ձեր ընտանեկան լուսանկարն է, պարոն Փաշինյան, դուք եք Աշոտն է, Մարիամը, ձեր նախկին կինը, մի խոսքով բոլորով եք Արցախում։ Դուք այս նկարը հրապարակել եք Արցախի անկախության օրը ու գրել եք, որ դա մեր համար պատմական օր է, ազատ Արցախ մեծատառելով։ Ու ճիշտ եք արել, որովհետև երբ որ դուք եկաք իշխանության, մենք ունեինք այսա։ Արցախն էլ հետը։ Հետո այս մասը այսենց կտրեցի, ասեցիք դե այս մասը մերը չի, այս մասը Ադրբեջանինն է։ Երեք էլ Պուտինին ասում եք, որ ինքն է Ադրբեջանի տվել։ Այս մասը թողեցիք։ Հիմա դուք շրջում եք տարբեր դռնեդուր մարզերով, այս սրանով մեզ էլ ասում եք Արցախի անունը հանկարծ չտակ, ով Արցախի անունը տվեց ինքը սադրիչ է, ինքը պատերազմի հրահրող է։ Ու Ալեն Սիմոնյանն էլ ասում է, ինչ է ուզում եք հարձակվեն մեր վրա Երևանից մի հատ պուճուրիկ բան թողեն, մեզ բոլորիս արգելում եք Արցախի անունը տալ, ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիևը ձեզանից գոհ լինի։ Ու հատուկ Ալիևի համար դուք ունեք հետևյալ վիդեոն։ Ես հիմա միացնեմ այդ վիդեոն կարճեմ։ Մեր սահմանը էսա տեղ գյուղից ենքում Ադրբեջանի Հանրապետությունն է։ Սա դուք եք ասել։ Բայց մարդ ես կարող է Ալիևի մատը կպնի, մի հատ ուրիշ վիդեո միացնի ու շատ անհարմար բան ստացվի, խայտարակ ունենք, օրինակ այս վիդեոն։ Տեղից հետո կարճ ասած Արցախի Հանրապետությունն է։ Կարծիքով
Տեղ գյուղը խորհրդանշում է Հայաստանի եւ Արցախի միասնությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը։ Տեղից հետո Այս երկու վիդեոների մեջ տարբերությունը մի քանի ամսվա է, պարոն Փաշինյան։ Հիմա հարց, եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը լրիվ հակառակ բանն եք ասում, ո՞նց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը արդեն ոչ թե սրանով դուք կշրջեք, այլ այստեղից, ասենք, այս Սյունիքի հատվածը այսպես կտրած կլինի, այստեղ Գեղարքունիքի մարզը կտրած կլինի, Սևանա լիճը արդեն տված կլինի Ալիևին, այսպես sense պատրած կլինի, ու այս հրաշած արդեն քարտեզ, այսպես կդնեք դոշին, ու կասեք դե ժողովուրդ ջան, այս 16000 քառակուսին է մերը, դրանից ավել մենք չունենք։ Եվ երկրորդ հարցը վախկոտ գեներալների հետ կապված։ Դուք հայտարարում եք, որ մեր գեներալները վախկոտ են։ Ինչ եք դուք ուզում, որ մեր երեխաները, մեր թոռները հպարտանալու ոչ մեկին չունենան, այսպես ջնջոցը վերցրած ջնջեք մեր հերոսներին, մարդկանց։ Այսօր Եռաբլուրում կրված տղերքից մեկը ասում էր, որ դուք հրամայել եք, որ նոյեմբերի 5-ին դիրքերը թողնեն ու հետ վերադառնան։ Դա ձեր հրամանն է եղել։ Դուք նրանց ասում եք կրված չեն, նշեն։ Դուք ձեր թիմակիցներ Արցախյան 3 պատերազմների ժամանակ ինչ քաջագործություններ եք արել, ինչ սխրանքներ եք արել, որտեղ եք դուք եղել Արցախյան պատերազմի ժամանակ, դուք 3-րդ պատերազմի ժամանակ բունկերում եք եղել, ձեր թիմակիցներն առհասարակ որտեղ են եղել, ինչ եք ուզում, որ ձեր արձանը կառուցեն, ասեն, որ դուք ապրիլյան քարորյա պատերազմին մայիսին գնացել եք մի հատ փոս եք փորել, ասեն այդ ինչ սխրագործությունների շնորհիվ եք այդ փոսը փորել, մենք չունենանք հերոսներ, պարոն Փաշինյան, շնորհակալություն։ Ավարտեցիք, կարելի է ձերն առաջի քարտեզը կտորել։ Տեսեք, այս ձեր ցույց տված քարտեզի վրա, այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Եվ այն ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Այն ինչ որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառը ասել, դուք 5-6 անգամ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում այդ անունը ասեցիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք։ Այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Այն որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44 օրյա պատերազմի, ներողություն 4